քննարկում ենք երեխաների իրավունքների պաշտպանության հարցը, բայց չենք քննարկում մեկ այլ կարևոր հարց։ Իսկ քանի երեխա կա Հայաստանում կամ քանի երեխա է լինելու Հայաստանում 10 կամ 20 տարի հետո։ Ես մեր կառավարությանը, ձեր նախարարությանը կոչ եմ անում, մինչ երեխաների իրավունքների պաշտպանության հարցը լուծելը, հատուկ քաղաքականություն իրականացնենք, որ մարդիկ հասկանան, որ կյանքի հիմնական առաքելություններից մեկը ամուսնանալն է և շատ երեխա ունենալը։ Այլ կերպ ասած, եթե ուզում ենք, որ Հայաստանը որպես պետություն մնա 20, 30 և հետագա տարիներին, մեր քաղաքականությունն է, որ երիտասարդները ամուսնանան և ունենան առնվազն 3 երեխա, եթե այդպես չլինի, մենք կկանգնենք աղետի առաջ։ Ես կարող է ձեր օրենքը լավն է, կարող է վատն է, բայց ում համար է այդ օրենքը, մանավանդ որ 2 տարի հետո է գործում, եթե ամբողջ քարոզչությունը, որը ուղղված է նաև երեխաներին, ասում են աղջիկներ, ձեր նպատակը ոչ թե պետք է լինի երեխա ունենալը, երեխաներ ունենալը, այլ կարիերան, սուտ է երեխաներ, չլսեք, դա ամենամեծ սուտն է, որ ձեզ ասում են, ձեր ամենամեծ առաքելությունը և աստվածային շնորհը դա երեխա ունենալն է, կրթվեք, կիրթ եղեք, որ ձեր երեխաներին է լավ դաստիարակեք, մենք պատգամավորներ ունենք, որոնք ունեն էսա շուտով 4-րդ երեխան, ունենալու են նաև 5-րդ երեխան, այնպես որ գործը մի խառնեք ընտանիքի հետ։